Բարև ձեզ հարգելի բարեկամներ, բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Բարի գալուստ մեր YouTube-յան ալիք, որը կոչվում է Աստվածաշունչը եւ մեր ապագան։ Ես նախ եւ առաջ ուզում եմ իմ շնորհակալությունս հայտնել ձեզ, որ բաժանորդագրվում եք եւ տարածում եք մեր տեսանյութները։ Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, որպեսզի բաժանորդագրվեն մեր YouTube-յան ալիքին եւ սխմեն զանգակի վրա։ Շնորհակալություն։ Խաչվերածը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչին նվիրված ամենամեծ տոներից մեկն է։ Մենք ընդհանրապես տարվա մեջ 4 անգամ խաչին նվիրված տոն ունենք։ Խաչի գյուտը կատարվեց, հարության տաճարը կառուցվեց, սեպտեմբեր 13-ին նավակատիքը կատարեցին եւ սեպտեմբեր 14-ին արդեն Սուրբ Խաչի բարձրացման հաղթանակի տոնը նշեցին։ Ի նշան նաեւ այդ սովորության, որ հրեաներով ծածկված էր խաչը եւ բժշկություն եղավ, եւ նաեւ թափորի ժամանակ վարդաջրով օրհնում ենք ժողովրդին եւ վերջում այդ հրեաները բաժանում են հավատացյալ ժողովրդին։ Տեր հայր ջան, քանի որ ես գիտեմ ինչ խաչ է գտնվում ձեր ետևում, կուզենայի որպեսզի դուք նույնպես այդ խաչը մեզ միած ցույց տայիք մեր ունկնդիրներին եւ ասեիք թե ինչ խաչ է դա։ Այս խաչը իմ ձեռած խաչն է, որի կենտրոնում այս կարմիր քարի տակ Սուրբ Հռիփսիմյանց մասունքն է դրված։ Տեղի իշխանությունը, հոգևորականություն, ամբողջ ժողովուրդ այս հրաշքը տեսնելով նրանք հավաքվեցին եւ մեծ տոնախմբություն արեցին եւ Վարագա Սուրբ Խաչի տոնը անցավ մեր եկեղեցական օրացույց։ Հрьяաները ատում էին եւ շատ-շատերը չէին ընդունում Տիրոջ Հիսուս Քրիստոսին իբր փրկիչ, բայց երբ որ ունես Քրիստոս, նաեւ դու պատրաստ ես տալ նաեւ քո կյանք, ինչպես Հիսուս ասում է, չկա ավելի մեծ սեր, քան այն սեր, որ մեկ իր կյանքը տալիս է իր բարեկամի կամ իր նման մի մարդու համար։ Սա է Հիսուս տալիս քեզ այս աշխարհի մեջ։ Ես կուզենայի նաև մի քիչ խոսանք Աստվածամոր մասին։ Աստվածամայրը քրիստոնյա եկեղեցու մեջ, քրիստոնեական մեր ընդհանրական եկեղեցու մեջ շատ կարևոր դեր եւ դերակատարություն ունի։ Այսինքն Աստվածամոր պատասխանից էր նաև կախված եւ նրա պատրաստակամությունից էր կախված Աստված երկնքից երկիր կիջնի թե չէ։ Բայց Հիսուսից հետո Աստվածամայրը ապրեց եւս 12 տարի, բայց նաև ինքը իր Աստվածն էր ու իր փրկիչն էր եւ ինքն էլ հավատում էր իր զավակին որպես Աստված։ Պատարագիչ քահանա, երբ որ պատարակում է, ինչ նշանակություն ունի իր հագուստը։ Հետո հագնում ենք շուրջառը, որ Քրիստոսին ենք, արդեն թագավորական զգեստն ենք հագնում մեր վրա, որպեսզի մեզ պաշտպանի ամեն տեսակ հարձակումներից, ըստ մասին է, խոնարհաբար, գլուխը գլխաշորով ծածկված եւ իր զգեստները, որ գայթակղության պատճառ չդառնա։ Տեր հայր ջան, նաև այսպիսի հարցեր են ուղղել ինձ, կուզենայի որպեսզի այս հարցերն էլ տայի քեզ։ Մարդիկ ուզում են հասկանան պատարագիչ քահանա, երբ որ պատարակում է, ինչ նշանակություն ունի իր հագուստը։ Քանի որ ես գիտեմ, տեղյակ եմ, բայց մարդիկ ուզում են հասկանան այդ ամեն այդ հագուստի իմաստը որն է եւ ինչ նշանակություն ունի։ Այն ինչ որ քահանան հագնում է պատարագի զգեստները, ամբողջը թագավորական զգեստն է, որ Քրիստոսին են խորհրդանշում։ Նախ քահանան մտնում է ավանդատուն, չէ՞, փոխվելու համար, Արտուր ջան։ Այսինքն հին մարդուն հանում է, ամենօրյա սև զգեստը մյուս հանում է իր վրայից, հագնում է Քրիստոսին։ Նախ աղոթներ են կարդում, որ Տերը քեզ արժանի դարձնի այդ զգեստները կրել։ Առաջինը հագնում է շապիկը, սպիտակ է շապիկը, սպիտակ գույնը ընդհանրապես խորհրդանշում է արդարությունն ու սրբությունն։ Այսինքն քահանան, ով որ պիտի պատարագ մատուցի, ինքը պիտի արդարությամբ եւ սրբության կյանք ապրի, որովհետեւ Քրիստոսին է ներկայանում։ Այսինքն պատարագիչ քահանան խորհրդանշորեն Քրիստոս է։ Դրա համար էլ ասում ենք առեք երեք, այս է մարմինը, առեք խմեք, սա է մարյունը։ Քահանան չի ասում սա Քրիստոսի մարմինը, ասում է Քրիստոսի անունով է այդ ամենը ասում։ Շապիկը հագնելուց հետո
հագնում է փորուրարը։ Փորուրարը դա Քրիստոսի լուծն է, այսինքն Քրիստոս մը վերցրեք իմ լուծը, որ քաղցրեմ բերը, որ թեթև է, այսինքն մենք հանձն ենք առնում ամբողջապես Քրիստոսի լուծը կրելու տանելու քո վրա։ Հետո կապում ենք գոտին։ Գոտին խորհրդանշում է հավատքով քեզ շրջապատած լինելը, որ քո կյանքի մեջ այդ լուծը տանելու եւ արդարության սրբության ճանապարհին հանկարծ չտկարանաս, չթուլանաս։ Հետո հագնում ենք բասպանները, ինչ ենք ասում, Տեր, ասում ենք կարողություն տուր ու զորություն տուր, որպեսզի մաքրությամբ եւ սրբությամբ մոտենամ քեզ։ Այսինքն քո թևերը Հիսուսի պատանքելու օրինակն է, պատանքում ենք, որպեսզի արդարություն, սրբության, այսինքն մեղքը չմոտենա քեզ։ Եվ ձեռքերն էլ երկու անգամ պատարակի մեջ լվանում է քահանան, ցույց տալու որ անգամ մինչև մայթների ծայրերս մեղքից մաքրված նոր մոտենում եմ Քրիստոսի սրբությանը։ Հետո դնում ենք վակասը, որ վարշամակն է, սա էլ դնում ենք, որպեսզի մեր թիկունքը պաշտպանված լինի։ Հետո հագնում ենք շուրջառը, որ Քրիստոսին ենք, արդեն թագավորական զգեստն ենք հագնում մեր վրա, որպեսզի մեզ պաշտպանի ամեն տեսակ հարձակումներից, եւ վերջապես թագը դնում ենք, որպես խաչի նշան, որպես զենք, որպեսզի սատանան ամենաշատը գիտես, մարդու միտքն է հարվածում, որպեսզի քո միտքը, քո գլուխը պաշտպանված լինի ուղիղ հարձակումից եւ խաչի նշանով հետ պահի չարի բոլոր հարձակումներից։ Եվ այս ամբողջ երբ որ զգեստավորվում է, հա, հողաթափերը պիտի հագնի եւ սպիտակ գուլպաները պիտի հագնի, որպեսզի կարողանա արդեն դուրս գալ իբր Քրիստոս մտնել։ Եվ երբ որ ավանդատնից դուրս են գալիս արդեն քահանան պատարագին բարձում է խորան, բարակույրը փակվում է, չէ՞։ Հետո քահանան ինչ անում, իջնում է ժողովրդի մեջ պտտվելու, չէ՞, բարեխոսության շարականի տակ, դա նաև կոչվում է աշխարհ գալոց, այսինքն Քրիստոսի աշխարհ գալն է խորհրդանշում, որ երկնքից խորանը երկինքն է, իջավ մարդկանց մեջ աշխարհ, շրջեց մարդկանց մեջ, պտտվեց, նորից բարձրացավ երկինք։ Դա էլ Քրիստոսի աշխարհ գալն է խորհրդանշում, մարդկանց ինչ ենք ասում, մարդիկ ասում են հիշիր մեզ էլ Քրիստոսի առջև, քան ասում է հիշված լինեք անմահ թագավորի կամ Աստծո գառի առջև հիշված լինեք։ Այսինքն մարդկանց ցավերը, հիվանդությունները, նաև խնդիրները վերցնում է Քրիստոսի հետ, տանում է երկինք, զոհասեղանը, խաչը, մեր սուրբ սեղանը այսպես է, չէ՞, տեյաձև է, դա խաչի նշանն է, եւ հայերից մեկը ասում է, որ խաչը հացի անհաղթելի սուրբ սեղանն է։ Այսինքն խաչը դարձավ այն սեղանը, որի վրա անպարտելի Աստված Հիսուս Քրիստոս պատարակվում է, զոհաբերում, ուսի նրա մարմին արյունը մենք ճաշակենք եւ փրկության արժանանանք։ Եվ արդեն աղոթքները, ամբողջ պատարակը Քրիստոսի ամբողջ զոհաբերության, այսինքն ամբողջ ավետարանը Քրիստոսի ծնունդից մինչև համբարձում հոր աջ կողմը նստել, մենք ապրում ենք այդ ամենը սուրբ պատարակի ընթացքում։ Դրա համար այդ հատուկ զգեստները հագնում է քահանան, որպեսզի խորան բարձրանա եւ Քրիստոսի ներկա։ Դրա համար դու պետք է ամենալավ զգեստը մաքուր, գեղեցիկ, հարդարված ունենաս, որովհետեւ դու Քրիստոսս ներկայացնես։ Ես ձեր զգեստերը տեսել եմ, գիտեմ, թե դուք ինչ գեղեցիկ եւ մաքուր եք պահում ձեր զգեստը։ Դա ինձ համար շատ մեծ առավելություն էր։ Արթուր ջան, քրիստոնյան էլ ով որ գնում է Կիրակի օրը պատարակի, ինք իր ամենալավ զգեստը պետք է հագնի։ Ինչպես որ դու որևէ մեկի արարողության, երբ որ հրավիրված ես հարսանյաց կամ մկրտության կամ ծննդյան հանդեսին մասնակցելու ամենալավ շորդ ես հագնում, ուրեմն պատարակը ամենակարևոր հանդիպումն է քո, դու գնում ես Քրիստոսի հետ հանդիպման, ուրեմն պետք է ներկայանաս ամենագեղեցիկ, ամենաթանկարժեք շորդ, որ ունես, դրանով ներկայանաս սուրբ պատարակին։ Չի կարելի ամենօրյա հագուստով հելնել կամ սպորտային հագուստով կամ թափթփված զգեստներով, որ մի շաբաթ հագդ է, գնաս պատարակին մասնակցել այդ զգեստով։ Հա, բայց հիմա մի հատ էլ զգուշացնենք, որ մարդիկ, քանի որ ծնունդներին ու հարսանիքներին կանայք մի քիչ շատ բաց են հագնում, տենց չհագնեն գնան պատարակի։ Խոսքը անպատշաճ զգեստների մասին չի, կիսամերկ ու բաց զգեստների մասին չի, այլ քրիստոնյային վայել ամենալավ զգեստի մասին է, խոնարհաբար, գլուխը գլխաշորով ծածկված եւ իր զգեստները, որ գայթակղության պատճառ չդառնա, ինքը տաբատն էլ կարող է գայթակղության պատճառ դառնալ, այնպեսի տաբատներ պիտի կրես, որ դիմացինդ կամ հետևդ կողքդ կանգնած մարդը գայթակղություն չապրի։ Տեր հայ ջան, պատարակի ընթացքում նաև
Քահանայի թագը, այսինքն գլխարկը հանվում է, խաչն է հանվում եւ նաեւ հողաթափերն են հանվում։ Այդ իմաստն է կբացատրեիք։ Եթե եպիսկոպոսը, պանակին, Եմիփորոնը, կաթողիկոսը նաև կերոն այդ ամեն մատանին ամբողջը պիտի հանեն, որովհետև մինչև սկիհը վերաբերումը, որ պիտի բերեն Սուրբ Սրան, այսինքն Քրիստոսի գալը, դու այդ քահանան ես, վարդապետն ես, եպիսկոպոսն ես, բայց երբ որ թագավորը ճշմարիտ եկավ, դու մնում ես պարզ քահանան, ոտքերդ պիտի հանես, ինչպես որ այրվող մորենու դրվագի մեջ էր, որ Աստված Մովսեսին ասում է հանիր կոշի, որտեղ այստեղը սուրբ է, Տերն եկավ, քո ոտքերը պիտի հանես, եւ ավելորդ քո բոլոր աշխարհիկ զարդերից պիտի մերկանաս, մնաս այնպեսին, ինչպեսին որ կաս Քրիստոսի առջև։ Այսինքն մենք մարդկանց մոտ ինչպես ենք, մենք ամենալավը, չէ, ներկայանում ենք, բայց մենք Քրիստոսի մոտ գիտենք մենք ով ենք, ուրեմն երբ որ Տերն եկավ, դու այդ ամենը հանում ես, որպեսզի ճշմարիտ թագավորին դիմավորես որպես ծառա եւ իր սպասավոր։ Եվ հաղորդությունն է միայն իրավունք ունի քահանան մատուցելու։ Հաղորդությունը պատարագիչ քահանան պետք է բաժանի, նրանք ովքեր մկրտված են, ովքեր ծոմի մեջ են, ովքեր ապաշխարության խոստովանության անցել են, նրանք։ Եվ նաև այն մարդիկ, ովքեր որ պատարագի կեսից կամ վերջից են գալիս, իրենք պիտի այնպես անեն չմոտենան սուրբ հաղորդության, եթե հատուկ խնդիր չկա քահանային նախապես չեն, եթե նախապես ասված է, որ դեր այդ տկարություն ունեք, մարդ կա շաքար ունի, պետքը պիտի գա, ասենք ինձ ասում են որ տերը կերած պիտի գամ կամ մի փոքր ուշ պիտի գամ, որտեղ չեմ կարողանում երկար մնամ, այդ դրանք բացառիկ դեպքեր են, բայց նա որ պիտի գնա պատարագին, այս բոլոր բաները պիտի պահի, որպեսզի մաքրությամբ, սրբությամբ ներկայանա Քրիստոսին ճաշակելու համար։ Որտեվ շատ է լինում, որ պատարագը սկսվում է 10:30 մեզ մոտ, օրինակ, մեկ է տեսնում է ժամը 11:30, արդեն երբ որ մարդիկ պետք է հաղորդության մոտենան, նոր են գալի պատարագին, այնքան որ հաղորդությունը ստանում են եւ նաեւ դուրս են գալի գնում են։ Չէ, եւ մեծագույն սխալ է Արտուր ջան, որովհետեւ նույնն է ոնց որ դու քո սիրած աղջկա կամ տղայի ժամադրությանը ժամը 10:30 ասես, 11:30 գնաս ու արդեն ինքը ճաշը կերածել են, դու վերջի մի քանի բաներն ուտես ու դուրս գաս։ Այդպես չի լինում։ Դու գնում ես Քրիստոսի հետ հանդիպման, դու նաև մարդը պետք է գոնե 10 րոպե շուտ էլ գա, որպեսզի միանգամից չգա ու մտնի պատարագ, այդպես չի լինում, մարդը գա ու միանգամից մտնի պատարագի խորհրդի մեջ։ Պիտի գաս, նստես, տրամադրվես, պատրաստվես, որ պատարագը սկսի, դու այն սկզբից ներկա լինես այդ ամբողջ արարողությանը։ Քրիստոսը քեզ այնտեղ սպասողը, քեզ Տեր Շավարշը կամ Հայր Զատիկը չեն սպասում այնտեղ։ Քեզ Քրիստոսը է սպասում, դու գնում ես Քրիստոսի համար։ Դու գրում ես Քրիստոսի մարմին այունը ճաշակելու։ Վայ այն մարդուն, ով քահանայի համար կգնա եկեղեցի, ով քահանայի պատարագիչ քահանայի խաթեր համար կգնա այնտեղ։ Քահանան երբեք որևէ մեկին ներկա բացակա չի անում, եկողը ինքն է շահում, չգալացողը վնասն ինքն է կրում։ Դու գնում ես Քրիստոսի հետ հանդիպման։ Քրիստոսի մարմին այունն ես ճաշակում, ոչ թե քահանային ես ճաշակում։ Քահանան պարզապես միջոց է, տեսանելի միջոց է, անտեսանելին հասկանալու, զգալու, ճաշակելու եւ այդ քաղցրությունը զգալու համար։ Տեր Հայր ջան, կուզենայի որպեսզի ձեր մաղթանքը, ձեր խորհուրդը, ձեր խոսքը հայտնեիք մեր երիտասարդներին, մեր հավատացյալներին, թե խաչվերածի տոնի վերաբերյալ եւ թե ընդհանրապես որպես հոգեվոր կյանքով ապրող անձնավորություն, ինչպես ապրեն եւ ինչ անեն։ Նախ կուզեմ, որ ցանկացած քրիստոնյա կլինի երիտասարդ, ծեր, երեխա, ինքը միայն անունով չլինի քրիստոնյա, իր ապրած կյանքով ու գործով։ Ոչ թե քրիստոնյայի անունը կրի իր վրա, այլև ճշմարտությունն ու գործ ունենա իր կյանքի մեջ, որովհետև մեկ բան է մկրտված լինելը, մեկ բան է այդ մկրտությամբ ապրելը։ Մեկ բան է ասել ես քրիստոնյա եմ, մեկ բան է այդ քրիստոնեությունը ապրելը։ Ամենահեշտ գործը մկրտվելով քրիստոնյա դառնալն է, բայց ամենադժվարը եւ փորձունյալ լեցուն իբր քրիստոնյա ապրելն է։ Շատ հաճախ են քրիստոնյաները մեծ ողջավորությամբ սկսում իրենց կյանքը եւ կարճ ժամանակ հետո տեսնում ես թողեցին, նորից հին կյանքով են ապրում կամ հոգսերի մեջ թաթախվեցին։ Քրիստոնեություն ուղղակի հանգիստ կյանք չէ, որ պահին որ դու հավատացիր, այդ պահին սատանան քեզ պատերազմ պիտի հայտարարի։ Եվ այդ պատերազմի մեջ Պողոս Արաքյալն ասում է, ովքեր որ մինչև վերջ մնան, հետ նրա հետ էլ պիտի թագավորեն, ովքեր որ մինչև վերջ հավատացին ու անցան այդ ճանապարհը, Քրիստոս հետ էլ պիտի թագավորեն։ Տերն էլ ասում է, ով որ մինչև վերջ համբերի, պիտի փրկվի։ Ուրեմն
քրիստոնեությունը մեկ օրվա, մեկ ժամվա հաղթանակի հավատք չէ, ամբողջ կյանքը պիտի անցնես։ Այո, շատ հաճախ են մարդիկ ինձ ասում, որ հոգնել ենք, ինչքան կարող ամբողջ կյանքը պայքարենք։ Այո, ամբողջ կյանքը պիտի պայքարես քո մաքրությունը, քո ազնվությունը, քո սրբությունը եւ վերջապես Քրիստոսին քո կյանքում պահելու համար։ Երբ մենք թզենու առակի մեջ տեսնում ենք, երբ որ ասում է տնկեց եւ 3 անգամ եկավ այցելության, 3 անգամ էլ պտուղ չգտավ, Տերը մարդու կյանքում այդ 3 այցելությունները կատարում էր մանկության, երիտասարդության եւ ծերության ժամանակ եւ մեզանից պտուղներ է պահանջում։ Մենք ինչ պտուղ ենք տվել, կամ մեր հավատքը ծաղկել է, կենթանի հավատք է, թե չոր անկենթան ծեսերի մեջ ապրվող սովորություններ են, ուրիշ ոչ մի բան։ Կենթանի Աստված է, ուրեմն դու էլ պետք է կենթանի հավատք ունենաս, Աստված հոգի է, քո հոգին էլ այդ ջերմությամբ պետք է Քրիստոսին հավատա ու շարունակի։ Այսօր լեփ լեցուն են գայթակղությունները։ Համացանցը ամենաշատը մեր ժամանակը խլում է եւ այդ համացանցի մեջ մենք նաեւ կորցնում ենք մեր ինքնությունը։ Լավ կլինի, որ մեր երիտասարդությունը մի փոքրիկ իրականության մեջ ապրի։ Մեր մեծերը, որ արդեն հասուն են, ծերության մեջ են ապրում, իրենք անդրադառնան իրենց երիտասարդ տարիների սխալներին, որպեսզի նախ երիտասարդներին չարօրինակ չլինեն, երկրորդն էլ այդ մեղքերը իրենց հոգին անդունդը չքաշեն։ Ընտանիքների մեջ լավ կլինի, որ մարդիկ իրար հետ աղոթել սովորեն, իրար հետ աղոթքի ժամ ունենան, Սուրբ գրքի ընթերցանության ժամ ունենան, եւ խաչն այս ամենը մեզ բերում բոլորիս միատեղում։ Առանց խաչի այս խորհուրդը հասկանալու, թե ինչպես Աստված մարդու հետ հաշտվեց, խաչի միջոցով է հաշտվել։ Այն անդունդը, որ բաժանումը կար մարդու եւ Աստծո միջեւ, Քրիստոս խաչով միացրեց, եւ այս միությունը չի կարելի կորցնել։ Եթե կորցրեցիր, այլևս շատ դժվար է վերականգնել։ Ինչպես որ մեկ անգամ անունդ կորցրեցիր, պատիվդ կորցրեցիր, քո ուսուցությունը կորցրեցիր, հետո չես կարող վերականգնել, այնպես էլ Քրիստոսի սերը, եթե մի անգամ գիտակցաբար կորցրեցիր եւ ջանք չթափեցիր, որ վերականգնես, այդ սիրուց այլևս դու չես կարող օրհնություն ունենալ քո կյանքի մեջ։ Եվ Սուրբ Խաչի տոնը, որ բարձրացման տոնն է, նաեւ մեղավոր մարդու բարձրացման տոնն է։ Քրիստոս իր խաչով մարդուն բարձրացրեց, երկրից երկինք տեղափոխեց։ Աստված մարդացավ, ինչպես մեր հայրերն են սովորեցնում, որսի մարդը նորից հարստանա, իր մեղքից աղքատած վիճակը նորից վերականգնվի եւ ինքը վերադառնա երկինք, որտեղ իր հավիտենական բնակության վայրն է։ Իսկ Աստվածամայրը թող միշտ մեր կյանքի մեջ օրինակ լինի մայրության, սրբության, ազնվության, հոգատարության օրինակ յուրաքանչյուր մեկից համար։ Եվ եթե կան իրենք մեր կյանքի մեջ, ուրեմն մենք էլ իրենց կյանքի մեջ ներկա ենք եւ մենք սիրո, խաղաղության ու սրբության ճանապարհով կարող ենք հասնել մեր հավիտենական կյանքի փրկության։